Հարգելի դիտորդ, քանի որ ես խոսեցի Նիկոլ Փաշինյանի մասին, իր նոտալ կարտը վերցանելով, իրադարձությունները տարուներով նաև կանխատեսելով, ես փորձեցի զուգահեռներ անցկացնել նաև Հայաստանի նոտալ քարտի հետ ու ուսումնասիրել Հայաստանի նոտալ կարտը։ Ուրեմն 2026 թվականին Հայաստանի համար սկսվում է նոր դարաշրջան, որովհետև մոլորակները այնպես են դասավորվում, որ դրվում է Հայաստանի նոր դարաշրջանի սկիզբը, հատկապես դրան կարող են ազդել Նեպտունի և Սատուրնի մուտքը Խոյի համաստեղություն, ինչը պատմականորեն կապում է արմատական վերափոխումների հետ։ Ինչ է սպասվում 2026 թվականին Հայաստանում ըստ աստղագիտության կանխատեսումների։ Վերաիմաստավորում, գուցե ժողովուրդը վերջապես հասկանա ուր ա գնում և ինչ կարող է տեղի ունենալ։ Հայաստանի համար ամենափոքր սխալը կարող է դառնալ ճակատագրական։ Այստեղ վերափոխումները դեպի դրական տանելու միտում ունի, այսինքն փոփոխություններ կառուցվածքային նույնիսկ։ Նեպտունի մուտքը Խոյ հունվարի 26-ին արդեն սկսվել է, սա սկսվում է 14-ամյա իր շրջափուլը, որը բերում է քաղաքական, մշակութային ակտիվության նոր ալիք։ Սատուրնի մուտքը Խոյ փետրվարի 13-ից արդեն։ Այս մոլորակը պահանջում է կարգապահություն, պատասխանատվություն։ Այն ստիպում է վերակառուցել հին համակարգերը։ Յուպիտերի մուտքը Այռուց կսկսվի հունիսի 30-ից, սա խթանելու է առաջնորդության ստեղծագործական էներգիան և հանրային ակտիվության աճը։ Եթե զուգահեռներ անցկացնենք, թե երբ է այս տեսակ դասավորվել մոլորակները, ապա պետք է ասեմ, որ 1960-ականների վերջ Նեպտունի և Ուրանի նմանատիպ ազդեցությունը վերջին անգամ նկատվել է 1960-ին, երբ աշխարհում տեղի ունեցան հզոր հակամշակութային և քաղաքական շարժումներ։ 2014-ից մինչև 2015 թվականն է այս տեսակ եղել։ Այդ ժամանակահատվածը ևս աչքի է ընկնում հանրային մեծ հնչեղություն ունեցող իրադարձություններով և անհատական նախաձեռնությունների աճով։ 2025 թվականին փորձնական շրջան, Նեպտունը կարճ ժամանակով մտել էր Խոյի նշան, գարնանը մարտից մինչև հոկտեմբեր, ինչը կարող էր նախանշել այն թեմաները, որոնք լիարժեք կզարգանային 2026 թվականին։ Պետք է հիշենք, թե այդ ժամանակ ինչ այդպես հետաքրքիր բան է տեղի ունեցել։ Ինչ է տեղի ունենալու։ Անկախության նոր դրսևորում, ակնկալում է արմատական անկախության դարաշրջան, որտեղ անհատական համոզմունքները գերակայում են հաստատված դոգմաների։ Սպասվում են համակարգային փոփոխություն Սատուրնի ազդեցությամբ, հին ու նոր չաշխատող կառույցները կամ պետք է վերափոխվեն, կամ փլուզվեն, տեղը զիջելով նոր կառույցների։ Տեխնոլոգիական հոգևոր թռիչքը, հնարավոր են նորարարական հայտնագործություններ և մարդկանց աշխարհընկալման փոփոխություն։ Այստեղ աստղերի ըստ աստղագիտության նման դեպքում պետք է լինել նախաձեռնող և համբերատար, քանի որ փոփոխությունները լինելու են շատ խորքային։ Հիմա քանի որ այն կանխատեսում ես արեցի Հայաստանի հետ կապված, և մենք տեսանք, որ ինչ պետք է տեղի ունենա, ես ուզում եմ ասեմ, որ իմ համար նաև քանի որ 9 սրերն էր դուրս եկել, ես մտածում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, քանի որ հայտարարեցի կամ կունենա անազատ վիճակ, այսինքն այնտեղ ասեցի, որ հայտնվելու է կազոնե դոմ կամ հիվանդանոց կամ բանտախոց, նաև չի բացառվում, քանի որ 9 սրերն էր և ցույց տվեց իր գլուխը, դեմքը, որ իր մոտ կարող է ուժեղանալ տրավմաների վտանգը, այսինքն ինքը կարող է ստանալ նաև տրավմա։ Ես այս առաջին մասում, երկրորդ մասում կխնդրենք մեր տարոներին մեզ օգնի, որպեսզի հասկանանք։
Տեսեք, այս իր ձևի, որ դասավորվել է, ես չգիտեմ 1991 թվականին իշխանափոխություն կամ իշխանությունը հանձնել, ժամանակ չեմ ունեցել անկեղծ ասած հետևելու այդ ամեն ինչին կամ գտնելու այդ աղբյուրներից, թե ինչ է տեղի ունեցել, բայց 1991-1988 ԽՍՀՄ-ի փլուզումը և 91 թվականի իշխանությունների հետ կապված դեպքերը, 91-ին ինչ ա եղել գրեք, նույն կերպ են դասավորվում մոլորակները, ինչը որ դասավորվել է 2026 թվական, այսինքն մենք պետք է մի հատ հետ հայացք գցենք, հասկանանք 88 թվից մինչև 91 թիվը ինչ իրադարձություններ ա եղել։ Այստեղ ուզում եմ հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանը հին ու նոր անելով, այսպես կամաց հանձնեց Արցախը, այդ մարդը, և չի բացառվում, որ մենք էլ վաճառված ենք, ինչի համար, նախկիններից բողոքում է, բայց նախկինները կարողացել էին 30 տարի պահեին այդ հողը, ունենայինք Արցախ, և այնտեղ ունենայինք բանակ, եթե այդ հողը ծախված էր, բանակը այնտեղ, որ ինչ իրավունքով էր կանգնած։ Մի հատ հարց տվեք, եթե դա վաճառված հող էր արդեն, հա, ուղղակի բերեցին, գցեցին Նիկոլի ջեբը, ոնց որ ասում են։ Հիմա հարց եմ տալիս, եթե այդ հողերը ծախված էին, ինչ իրավունք ուներ հայկական բանակ լինել այդտեղ։ Հայկական բանակը ինչ իրավունքով պետք է պահեր ծախված հողերը։ Նախկինում եղել է Ղարաբաղ, Արցախի ինքնորոշում, իսկ անկախությունը ճանաչելը դրանք երկարաժամկետ ջանքեր են պահանջում։ Այդ մի օրվա կամ մի քանի տարվա լուծելու խնդիր չի եղել։ Ես այսպես կասեմ, ուղղակի Նիկոլ Փաշինյան, դուք նախկինների, չգիտեմ, չեմ կարող եզրեր գտնել ու համեմատել։ Ես չգիտեմ դուք ոնց եք բթացնում մարդկանց, ոնց եք կարողանում ցեխ շպրտել նախկինների վրա, նախկինները պայքարել են, արժանացել են նաև ուտելուն։ Դու ծախել ես, տվել ես, ստորագրել ես, իսկ հիմա փորձում ես արդարանալ նախկիններին ցեխ շպրտելով և նաև ուտում ես։ Հələ նրանք արել են, կերել են։ Դուք ինչ եք արել, ձեզ մի օր հարցրել եք, ձեր գլուխը ոնց եք դնում բարձին, ոնց եք խաբում այս ժողովրդին։ Այսքանը կասեմ, մենք գնայինք երկրորդ մաս, հետևողական եղեք, ես ոչինչ չեմ պարտադրում, ուղղակի փորձում եմ, այսպես իմ տրամաբանությունն ու ինտուիցիան գործի դնել ու հասկանալ ինչպիսի իրադարձություններ են այստեղ սպասվում։ Ես ինքս պատրաստ չեմ ադրբեջանցու հետ ապրելու, պատրաստ չեմ թուրքի հետ ապրելու, պատրաստ չեմ եռաբլուրը մաքրելու։ Ու էլ չգիտեմ ով է պատրաստ, ով կարա ուրանա իր արյունը, իր հողը ու համաձայնվի, որ այսպես պետք է լինի։ Նիկոլը խաղաղության դիմաց տվեց Արցախը, խաղաղության պայմանագրի դիմաց տալու է Հայաստանը։